մեր պատմությունը ներկայացվում է որպես կորուստների պատմություն, հիմա եկել է փրկիչը, որ հազարամյակների կորուստից հայ ժողովրդին գտել է փրկության օղակը, պետություն է գտել։ Ասում է, որ գիտես ինչ, հիմա ես ձեր համար մի հատ նոր պետություն եմ ստեղծելու, որը հավերժ կխաղաղություն ունենալու։ Չորրորդ հանրապետություն։ Հասկանում եք աբսուրդը ինչի մեջ է։ Այս ժողովուրդը իր իմաստության շնորհիվ հազարամյակներ անցել է, այլ կայսրությունները եկե գնացել են ինքը իր պետությունը գտել է ձևերը վերականգնել է, հենվելով որոշակի ավանդությունների վրա, հավատքի վրա, Արարատ լեռան գաղափարի վրա եւ այլն, որ իրան բացառիկ տարբեր բաներ, ինստիտուտներ է ստեղծել, այդ թվում հայ առաքելական եկեղեցին, որը բացառիկ քրիստոնեական եկեղեցի է, վաղ քրիստոնեական շրջանում ծնված, մինչև օրս գոյատևած։ Ու այս մարդը հանկարծ, ես կասեմ, ստահակ, ուրիշ բառ չեմ կարող ասել իրեն, ստահակ, որը այս ամբողջը փաթաթում է, հայ ժողովրդին ներկայացնում է որպես ուրեմն հիմար ժողովուրդ, որը ոչինչ չի հասկացել հազարամյակներով, եկել հասել է այսօր, հանկարծ փրկիչը եկել է իդեմս Նիկոլի եւ ժողովրդին ծալցա ճանապարհը փրկության։ Այ ժողովուրդ, մի հատ հələ հետ նայեք, ով է խոսում ում դեմ, ինչի դեմ։ Մենք այն ժողովուրդն ենք այսօր, որ Երուսաղեմում Քրիստոսի սրբավայրերի խնամատար ժողովուրդն ենք։ Դուք հասկանում եք ինչ իմաստն ենք խոսում։ Ամբողջ քրիստոնեական այս ալիքը աշխարհում բարձացել է, չէ՞։ Այդ դու ունես Քրիստոսի այդ սրբավայրերի խնամատար իրավունքը Երուսաղեմում։ Եվ չես հասկանում, թե դու ով ես, որ դու բացառիկ քո քաշին, աշխարհակաղակական քաշից շատ ավելի մեծ ազդեցություն ունեցող ուժ ես։ Բայց դրա համար պետք են այն մարդիկ, որոնք հասկանան այս բոլորը, ես չեմ ասում այս բոլորը ժողովրդին մի օրում հնարավոր է բացատրել, բայց գոնե այս այն մերանը, որը մեզ շրջապատում է եւ մենք հիմա ընդլայնում ենք այդ մերանը, որովհետեւ այդ մերանը շատանա, որ մեր ժողովրդի մեջ հնարավոր լինի այդ ստանալ այն նոր որակը ազգի, որը անհրաժեշտ է 21-րդ դարի համար։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այո, ուրիշ հարցեր էլ կան, բացի աշխարհակաղակական հոգևոր հարցերից, կա տեխնոլոգիական հարցը, չէ, որի մասին ինչ է խոսվում, լուրջ բան է խոսվում։ Խոսվում է, որ 2050 թվականին 5 միլիոն բնակիչ ենք ունենալու եւ բարգավաճ տնտեսություն։ Դա տեսլական չի։ 5 միլիոն քո տնտեսության ուժով կողքի մի քանի տասնյակ միլիոնավոր ժողովուրդների հետ ո՞նց ես մրցելու։ Եթե չունես ծրագիր տեխնոլոգիական արհեստական բանականություն, արհեստական բանականության կրթության ծրագիր ունենք մենք ընդունված, հա, այս իշխանության կողմից, որտեղ մի բառ չի գրված արհեստական բանականության ուժի մասին։ Թե արհեստական բանականությունը միջին հային քանի անգամ, տասնյակներով անգամ կարող է հզորացնել եւ ասենք մի 10-15 տարուց հետո, որ աշխարհում հիմա հեղափոխություն է, քաղաքակրթական, ռոբոտիզացիա եւ ագենտային տեխնոլոգիաներ, այդ ամբողջը միջինում հայը կարող է 20 անգամ իր արդյունավետությունը տնտեսական մեծացնի։ Բայց սրա մասին մենք լսել ենք։ Չէ, չենք լսել, բայց մեր կրթության նախարարությունը դրա մասին խոսում է։ Ես անձամբ հարց եմ հղել նախարարին, այս ամռանը Դիլիջանում գիտական կոնֆերանսի ժամանակ ասացի, այդ որ արհեստական բանականություն այդքան խոսում եք, ձեր օրենքում կրթական կա մի հատ տող, որտեղ գրված լինի, թե այդ արհեստական բանականությունը ո՞նց եք հասկանում, ո՞նց պիտի տարածվի, ո՞նց պիտի մեր ժողովուրդը որպես գործիք դարձնի դա ամենօրյա։ Ինչ որ նախաձեռնություններ կան, որոնք մասնավոր նախաձեռնություններ են մեծամասամբ եւ լավ։ Ես չգիտեմ այդ փչացած բանը, այսպես ասած, ժամացույցը ոնց մի անգամ ճիշտ ժամանակը ցույց տվեց այս ընթացքում, կարևոր մի հատ գործողություն ա եղել, դա այդ արհեստական բանականության գործարանի հիմնումն է։ Այդ գործողությունը, այո, շատ կարևոր գործողություն ա եղել, բայց այդ փչացած ժամացույցը մի անգամ ճիշտ բան ա ցույց տվել։ Սա է, բայց մեր մոտ ժամացույցը չի աշխատում, հասկանում եք, չի ցույց տալի ժամանակը, որում մենք ապրում ենք։ Սա լրիվ ուրիշ նոր քաղաքակրթության գնացող մարդկություն է, եւ այս նոր սերունդը լրիվ նոր աշխարհում է ապրելու։ Մեր ավակ սերնդի նպատակն է, գիտակից մարդկանց նպատակն է մեր ժողովրդին նախապատրաստել, ինչպես որ նախկինները հասկանում էին, չէ՞, Մաշտոցի ժամանակ, որ հիմա նոր դարաշրջան է սկսում, պիտի նոր ձևի կրթություն անես, հետո Մխիթարյանները եկան, ասեցին նոր ձևի պիտի արվի։ Այդ ամեն ինչ պիտի հասկացվի։ Մենք մեր ժողովրդին շատ լավ օրեր են սպասվում
եւ այդ շատ բարեկեցիկ եւ տնտեսապես հզոր երկիր է լինելու եւ այդ տնտեսական հզորությունը նաեւ պաշտպանված է լինելու